Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի Մասիսի խաղողի ընդունման կետը մեկ ամիս շարունակ անընդմեջ այսքան մարդաշատ է եղել։ Այսօր արդեն մթերման սեզոնի վերջին օրը խաղողով գերբեռնված բեռնատար մեքենաներին փոխարինելու են եկել մարդատարները։ Խաղողագործները հանդիպման են շտապել Գագիկ Ծառուկյանի հետ։ Առաջին հարցը, որ հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանին, արդյոք խաղողագործները գոհ են մթերման պայմաններից ու ընթացքից։ Պատասխանն աներկբա էր։ Գոհ եք թե գոհ չեք։ Բոլորը խաղողները հանձնել են։ Գումարները ստացել։ Այսօր վերջիորներ ասի մեկ անգամ եւս ձեր հետ հանդիպեմ, ասեմ եթե բաց թողումներ, թերություններ կա, ասեք։ Գոհ եք։ Շատ գոհ եք։ Այստեղ տարածաշրջանում ամենաբարձր սակագնով ու ամենաշահեկան պայմաններով են մթերում մեր ամբողջ տարվա խաղողի բերքը։ Նշում են գյուղացիները, խաղողագործներին հուզող միակ խնդիրը պարարտանյութերի, դեղամիջոցների ու դիզվառելիքի հայթայթման հետ կապված դժվարություններն են, որոնց պատճառով տուժում է նաև խաղողի բերքը։ Մյուս գարնանն այլևս նման խնդիրներ չեն առաջանա։ Հավաստիացումը Գագիկ Ծառուկյանինն է։ Ես տալիս եմ պարարտանյութ, դեղորյակ, վառելիք գարնանը։ Ինքնարժեքով տալու ենք, որ աշնանը դուք բերեք, ասենք թե խաղողի դիմաց հանձնեք։ Ինչ որ ասեցի ես դրա տերն եմ, մնացածը կախված է ձեզնից։ Ասեք, ինչ դեղորյակա ձեզ պետք, որ երկրի եւ որ ամիսներինա ձեզ պետք։ Եվ ասեն, որ գյուղին ինչքան է անհրաժեշտ։ Որ մենք այդ քանակությունը ապահովենք ու նորմալ ամեն տարի այդ հնարավորությունը մենք կընձեռնենք, որ կարողանաք գալ օգտվել, գնալ ձեր խաղողը մշակել։ Վերեք հանձնեք բերքու բարիկը փողերները ստանաք, որ կարողանաք բարեկեցիկ կյանքով ապրել։ Ասածը խոսքա Գյուղացիների ոգևորությանը չափ չկար։ Բազմակողմանի աջակցություն գումարած տարեվերջին շուկայական գնով մթերում, էլ ինչ է պետք գյուղացուն, նշում էին խաղողագործները։ Իրոք մենք շատ գոհ ենք, շատ ասած ենք, ոնց ասում է պարոն Ծառուկյանը, ասացի տերն է։ Բոլորից կողմից ես խորին շնորհակալություն եմ հայտնում։ Իրոք գալիս ենք տեղը տեղին, ժամանակին, ամեն ինչ ասել է, այն էլ արել է։ Մթերումից շատ գոհ ենք, բոլորս էլ գոհ ենք, ամբողջ գյուղյանից եմ գոհ։ Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ իր խոստմանը համաձայն մթերվել է մինչև անգամ ամենավերջին խաղողահատիկը։ Ինչքան ես ասես հատիկ։ Իր երեխեքով 50 տոն։ 3 տղայս հետ 50 տոն։ Եկող տարի որ 100 քիչ չէ։ Ապրեք, առողջունեք։ Այս ամենն արվում է, որ դուք շարունակեք զբաղվել գյուղատնտեսությամբ, մնաք հայրենիքում, որ յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում աջակցենք մեր երկրի կայացմանն ու շենացմանը, ամփոփում է Գագիկ Ծառուկյանը։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։